Բարև ձեզ, այսօր մեր տաղավարում է Միասնության թևեր կուսակցության պատգամավորության թեկնածու Վահագն Դավիթյանը։ Պարոն Դավիթյան, բարև ձեզ, շնորհակալ եմ մեր հրավերը ընդունելու համար։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերի համար։ Սկսենք նախ քարոզարշավից։ Ինչպես է ընթանում ձեր քարոզարշավը, արդյոք քաղաքացիների հետ հանդիպումը, զրույցները ձեզ գոհացնում են, ինչ տրամադրություններ ընդհանուր, որովհետև մենք տեսնում ենք իշխանությունը բավականին գոհ է իր քարոզարշավից, ասում է իրենք ամենաբարձրն են ստանալու, ձեր տպավորություններն ինչպիսին են։ Շնորհակալ եմ հարցի համար, երևի թե այսօր ամենակարևոր հարցերից մեկը դա է։ Քարոզարշավի բովանդակությունը, գաղափարական հենքը, շատ ցավալի է, որ քարոզարշավը ոչ թե տնտեսական ծրագրերի, տնտեսությունը զարգացնելու անվտանգային հարցերի մասին է, այլ երգելու, պարելու, ուտել խմելու մասին է։ Երբեմն քարոզարշավային այդ փոքրիկ նյութերը դիտելիս տպավորություն է ստեղծում, որ ոչ թե քարոզարշավ է, ազգային ժողովի նախընտրական քարոզարշավ է, այլ Պարիժ թե կարող ես կամ ինչ եփել այսօր։ Տպավորությունն այդպեսին է, իսկ ինչ մնում է միասնության թևեր իրականացվելիք եւ իրականացվող քարոզարշավի մասին, կարող եմ ասել տպավորություններս նախորդ օրերի մասով բավականին դրական են։ Ես ինքս չէի պատկերացնում, որ ազգաբնակչությունը այդպիսի դրական էմոցիաներով եւ մոտեցմամբ կընդունի մեզ։ Վերջերս մայիսի 10-ին պարոն Արման Թաթոյանը գտնում էր Վանաձորում եւ ազգաբնակչության հետ հանդիպումների ժամանակ մենք համոզվեցինք, որ ճիշտ ուղու վրա ենք։ Տեսեք, դուք նոր ուժ եք եւ հանրայնության խնդիր կա, այսինքն մարդիկ ձեզ պետք է ճանաչեն, ձեր ծրագրերը, ձեր տեխնատուներին պետք է իմանան, որպեսզի կարողանան նաեւ ընտրություն կատարել։ Դուք այս առումով ինչ քայլեր եք ձեռնարկում, այսինքն ձեր ուժը ներկայանալի դառնալու համար ձեր կարծիքով բավարար են քայլերը։ Կարծում եմ անընդհատ կարելի է այդ քայլերը ավելացնել եւ ստրատեգիան փոփոխել, զարգացնել, բայց գոնե թե մեր վարչապետի տեխնացուի առումով ճանաչելիության առումով բավականին լավ պատկեր է։ Կան դեպքեր, երբ այդ խնդիրը առաջ է գալիս, բայց բոլոր այն դեպքերում, երբ պարոն Թաթոյանին մեր քաղաքացին ճանաչում է, միանշանակ դրական արձագանք է տալիս եւ միանշանակ վերաբերմունքը շատ լավ է, որը մեզ համար շատ հուսադրող է։ Հետևաբար քարոզարշավային օրերից ելնելով միգուցե կարելի լինի որոշ ուղղություններ, դիտարկել ավելի մանրամասը, փորձել ստրատեգիայի առումով որոշակի փոփոխություններ մտցնել, ամեն դեպքում արվում է ամեն ինչ, ինչը այսօր երևի թե թելադրում է մեդիադաշտը կամ հասարակությունը այն պահանջի, ինչը կա, փորձում ենք համահունչ գնալ։ Տեսեք, իշխանությունը ինչ է առաջարկում, ասում է ես ձեզ խոստանում եմ, բերում եմ խաղաղություն, թոշակները բարձրացրել եմ, առողջապահության ապահովագրություն եմ իրականացրել, զինծառայության ժամկետը կրճատել եմ եւ ես ձեզ ապահովելու եմ խաղաղ երջանիկ կյանք։ Այս առաջարկին ինչ ունի հակադրելու ընդդիմությունը եւ մասնավորապես դուք, այսինքն եթե այս ամենը ապահովում է իշխանությունը, ել ինչ է մնում։ Կներեք, ես ոչ թե կանադառնամ քաղաքացիական պայմանագրի ծրագրային թեզերին, ես ընդհանրապես մինչև մեր առաջարկը ես կասեմ ձեզ հակափաստարկները, որը այդ ամենի մասին չի խոսում։ 18 թվականի եւ 25 թվականի վիճակագրական տվյալները եթե վերցնենք համեմատենք, մենք թե ծնելիության աճի մակարդակով անկում ունենք, եթե ամեն ինչ այդպես լավ է, ինչա ծնելիության մակարդակը շուրջ 12%-ով 18 թվականի համեմատ նվազել։ Եթե իրենց ներկայացնելով աճ է տեղի ունեցել, ներգաղթ է տեղի ունեցել, այդ ինչպես է ստացվում, որ ընտրական ցուցակները հրապարակելիս պարզ է դառնում, որ շուրջ 100,000 քաղաքացի ընտրական ցուցակներում պակասել է։ Այդ ինչպես է ստացվում, որ նախընտրական ցուցակները պակասում են, բայց մահացության թիվը շուրջ 100,000-ով պակասում է նախընտրական ցուցակներում ընդգրկված մեր ընտրողների թիվը, բայց 2018 թվականի եւ 25 թվականի համեմատությամբ մահացության ցուցանիշը նույնն է։ Դա լավ կյանքից է, երբ որ բնակչության թիվը ավելի քիչ է եղել, մահացության ցուցանիշը եղել է X եւ բնակչության թիվը ավելացել է ըստ իրենց տվյալների եւ մահացության ցուցանիշը նորից այդ X թվի շրջանակում է։ Դա լավ կյանքի մասին է խոսում։ Այդ նշված թեզերի մասին է խոսում։ Իհարկե, թոշակներն էլ պետք է բարձրանային,
Այն չէ նշանակում այդ ահագնացող գնաճի տեմպերի շրջանակներում, այսինքն մեր համակարգացիները պետքա սահմանափակվեին 18, 17 կամ 19 թվականի թոշակների տրամադրվող այդ մակարդակում կամ նվազագույն աշխատավարձի հետ կապված։ Այսինքն մենք անընդհատ ունենում ենք գնաճ, բայց մենք համարում ենք հերոսություն թոշակների բարձրացումը։ Առողջապահության ապահովագրություն ենք ներմուծում, ներդնում, բայց խնդիր կա, որ մեր ամբողջ հասարակությունն ունի նաև օգտվի դրանից։ Առողջապահության ապահովագրությունը ներդնում ենք ոչ պետ բյուջեի հաշվին։ Դա որպես լավություն խնդրում եմ չներկայացնել ազգաբնակչությանը։ Ոչ միայն վարկային միջոցները, 200,000 դրամ ավել վարձատրվող, աշխատողը այսօր իր սեփական աշխատավարձից ներդրում է անում այդ ֆոնդին։ Ասեմ ավելին, ավելի վատ երևույթ, որը գալիս է ապացուցելու, որ ավելի ճիշտ ամրապնդելու այն երևույթը, որ այս կառավարությունը, այս իշխանությունը ցանկացած որոշում կայացնելիս պարտադիր վնասում է եւս մի քանի այլ որոշման։ Երբ պետական աշխատողին կանգնեցնում են փաստի առաջ ընտրություն կատարելու, ընտրել սոցփաթեթը, որի շրջանակում տարիներ շարունակ մեր պետական աշխատողները կարողանում են գոնե տարվա մեջ մի քանի օր իրենց հոգսերից կտրվել եւ գնալ հանգստանալու կամ աշխատավարձի միջև։ Բնականաբար մեր աշխատողները հաշվի առնելով, որ պետքա ֆինանսապես տուժեն, հրաժարվում են այդ հանգստից։ Հանգստից հրաժարվեցին բացի բարոյական, սոցիալական այդ էլեմենտներն ու ներգործությունը, տնտեսական վնասները, ինչքան հյուրատներ ու հյուրանոցներ կան, որ հենց ներգնատուրիզմի մասով են ստեղծվել եւ մեծ մասը վարկային միջոցներով։ Հաջորդ տարի ակնհայտ է, որ 27 թվականին այդ անդրադարձը լինելու է նաեւ տնտեսության վրա։ Մեր այդ տնտեսվարողների վրա, ովքեր այդ հույսով նաեւ այդ հյուրատներն ու հյուրանոցներն են կառուցել։ Ինքը մի որոշում կայացնելիս պետք է բազմաշերտ ուսումնասիրություն լինի, որպեսզի չվնասենք տնտեսության մնացած ճյուղերին։ Շատ լավ է, որ 65+ կա։ Մենք առաջարկում ենք, որ բոլորը պետք է ունենան։ Դա է մեր տեսլականը, որ տեսանելի ապագայում մենք պետք է հասնենք նրան, որ մեր ազգաբնակչության եթե ոչ ստվար զանգված, այսինքն ինչ-որ սոցիալական խմբեր կամ տարիքային խմբեր, այլ ամբողջությամբ անցնենք այդ համակարգին։ Դուք ինչ եք առաջարկում, ձեր կարծիքով դուք եթե գաք իշխանության թոշակը ավելի կարող եք բարձրացնել, ձեր ծրագրում ինչ է նախատեսված այդ առումով։ Տնտեսական հնարավորությունները պետք է դիտվեն, այն ինչ տեղի ունեցել այս տարի, բնականաբար տնտեսության առումով բավականին ռիսկեր ունի։ Բյուջետային տարին պլանավորելիս, երբ որ 25 թվականին այդ հարցը չէր քննարկվում կամ քննարկման արդյունքում արտահայտություններ էր արվում, որ մեր քաղաքացին չգիտի այդ հավելյալ 10,000 դրամը որտեղ ծախսի, դա այդպես չի։ Բոլորը լավ գիտեն այդ 10,000 դրամը որտեղ ծախսեն ու միայն այդ 10,000-ով չի, դա բարեգործություն չի։ Միշտ եղել են թոշակների բարձրացում, բայց դա պետք է լինի համահունչ։ Եթե սպառողական զամբյուղը, թիվը բարձրանում է, ավելանում է, այդ ով է ասել, որ պետք է թոշակները այդ մակարդակի վրա մնան։ Չէ՞ որ կան առաջին անհրաժեշտության ապրանքներ, կան պարենային հենց հատվածը, որ համեմատենք տարիների համեմատական վերցնենք, բավականաչափ, անգամ 30-ից 40% է գնաճ տեղի ունեցել։ Չենք առաջնորդվելու, որ հայտնի ընդդիմադիր գործչի թեզերով, դե եթե միսը թանկացել է, կանաչի կերեք։ Դա մեր մոտեցումը չի, մեր թիմում ընդգրկված են պրոֆեսիոնալ մարդիկ, ովքեր տնտեսությունը լավ կարողանում են վերլուծել եւ կարող են բոլոր լուծումները առաջարկել։ Հիմա ձեր առաջարկած լուծումներից առաջնայինը որոնք են, այսինքն որն եք դուք առաջնային համարում։ Դուք եկաք իշխանության, առաջին քայլը տնտեսությունը, մարդկանց սոցիալ-տնտեսական վիճակը բարելավը, որոնք են լինելու։ Նախ կներեք, մինչև սոցիալական խնդիրներին եւ տնտեսական խնդիրներին անցնելը մենք պետք է բարոյահոգեբանական վիճակը փոխենք երկրում։ Այսօր մեզ համար ավելի կարևոր խնդիրներ կան, կարծում եմ, եւ դա արժե համակարգի հետ է կապված։ Բարոյահոգեբանական խնդիրներ կան։ Մենք բոլոր ոլորտներում անելիք ունենք։ Իսկ ինչ մնում է տնտեսականին, ես կցանկանամ առաջնահերթությունից ելնելով ասել ավելի կարևոր խնդիր, որը տնտեսական է, բայց իր մեջ ունի դեմոգրաֆիական խնդիր, որը ազգային նկարագիրը պահելու համար, մեր երկիրը շենացնելու, մեր երկիրը ավելի բարեկեցիկ տեսնելու համար ավելի կարևոր խնդիր։ Օրինակ մեր ծրագրերից մեկը, որպեսզի բազմազավակ ընտանիքներին 4 երեխայից սկսած
մարզում բնակարանի ապահովումն է, ծրագրերից մեկը, որը ավելի կարևոր է իմ կարծիքով, քանի որ յուրաքանչյուր 4-րդ երեխան 4-րդ երեխան եւ հաջորդող, այսինքն ստացվում է մարզում բնակարան, մենք այդպիսով փորձում ենք այդ խնդիրը լուծել, դա շատ կարևոր է, որովհետեւ մենք այստեղ ես նշեցի նաև թվերով, որ մենք բավականին լուրջ խնդիրների առաջ ենք այսօր կանգնել։ Շուրջ 12%-ի կարգի ծնելիության նվազումը դա բավական մեծ վնաս է մեր նման փոքր երկրի համար։ Հետևաբար մենք ցանկացած սոցիալական ծրագրի հիմքում պետք է լինի ազգային գաղափար։ Անկամ եթե ոչ տեսանելի ապագայում գոնե հաշվարկված ինչ-որ ժամանակահատվածում, որպեսզի մենք տեսնենք, թե մեր երկիրը ուր է գնում եւ մենք ինչ ենք ուզում։ Եվ բնականաբար արտաքին այդ բոլոր ճնշումներին, մարտահրավերներին դիմակայելու համար մեզ պետք է երկարաժամկետ ռազմավարություն։ Իսկ այդ ռազմավարությունն իրականացնելու համար մեզ պետք է առողջ հասարակություն։ Մենք կրթական ոլորտում լուրջ անելիքներ ունենք, մենք մեր ազգաբնակչության տեսակետների հետ որոշ առումով պետք է աշխատանք կատարենք յուրաքանչյուրս մեր տեղում։ Ես իմ տեղում, դուք ձեր տեղում, որպեսզի փոխենք այս իրավիճակին չստեղծվելը։ Այսինքն մթնոլորտը երկրում ձեզ անհանգստացնում է։ Դա նկատի ունեք բևեռվածությունը հասարակության, սպիտակների, սևերի, նախկիների, ներկաների բաժանելը, ինչ Բնականաբար դուք նշեցիք եւ այդ ցանկը բազմաթիվ է։ Բևեռացում հասարակության մեջ ընդհանրապես պետք է չլինի, բոլորը մերն են։ Ինչ կապ ունի դու այսօր իշխանություն ես, թե ընդդիմություն ես։ Ինչ կապ ունի քեզ են ընտրել, թե քեզ չեն ընտրել։ Դա ընդհանրապես քննարկման առիթ չի կարող դառնալ։ Այո, այն մարդիկ, ովքեր քաղաքական պատասխանատվություն են կիսել ու ժամանակին իրենց քաղաքական եւ իրավական գնահատականը կստանան, պետք է պատասխան տան։ Իսկ այն մարդիկ, ովքեր գտնվել են մոլորության մեջ, կարող ենք ասել, կամ իրենց համոզմունքներն այդպես ա եղել, գիտեք ինչ, մարդուն հավատալը, ինչ որ ծրագրերի հավատալը դա մեղք չի։ Եվ դրա վրա հիմնվելով կարիք չկա հասարակությունը բևեռացնելու։ Ձեր նշած մտքերը, որ ասեցիք, ես անգամ չեմ էլ ուզում կրկնել, որովհետև այդ մտքերի հեղինակներից մեկը այսօր եւս քաղաքական դաշտում փորձում է նորից մոլորության մեջ մտցնել մարդկանց։ Բոլորը մերոնք են։ Գույներ չկա։ Կա մեկ գաղափար ու այդ գաղափարը հայն է։ Ու մեր բոլորի կատարած աշխատանքը պետքա միտված լինի մեր հայ ազգի հայ տեսակի պահպանման ու բարգավաճման գործի համար։ Դուք խոսեցիք նաև, որ արժե համակարգային խնդիրներ ունենք։ Ինչն է ամենից շատ անհանգստացնում ձեզ, այսինքն այս իրավիճակում դուք ինչ լուրջ խնդիր եք այդ առումով տեսնում։ Ես ձեզ ասեմ, տեսեք, այսօր մեր հասարակության մեջ, որ ավելի արտահայտիչ այս պահին այլևս նախընտրական քարոզարշավի ընթացքում անտարբերությունն է։ Իսկ մեծ անտարբերությունը այդ ապացիկ վիճակը ստեղծվել է միմիայն մեկ պատճառով հասարակությունը շատ մեծ հույս է կապել ներկայիս իշխանությունների հետ իսկ երբ որ դու հույսդ կապում ես իշխանության հետ ու այդ հույսը լինում է անչափելի հետաբար հիասթափությունն էլ բազմապատիկ անգամ մեծ է լինում եւ այդ հիասթափությունից հետո վերականգնվելը շատ բարդ գործ է հետեւաբար մենք ամեն գնով ամեն ջանքով պետք է փորձենք մեր հասարակության հետ աշխատանք տանելով փորձենք այդ իրավիճակը շտկել նախ գոնե առաջի փուլում եւ վերջիվերջով մեր քաղաքացիները հիասթափվելով այդ ողջ process-ից անգամ ընտրության չեն ցանկանում գնալ չէ որ 5 տարի Այսինքն շատ կարևոր է այս փուլում մարդկանց կարողանալ անդրատեղամաս բերել որպեսզի մասնակցությունն ընտրությունները բնականաբար մասնակցությունը ինչի համար ոչ միայն այստեղ եկեք ոչ թե թվաբանական հա շահեկան եւ ոչ շահեկան թվաբանական չոր բաներ կա որովհետեւ եթե չես մասնակցում օգնում ես իշխանությանը նորից վերադառնալ Ես անգամ չեմ ուզում այդ դաշտ մտնել ես չեմ ուզում շահեկան ոչ շահեկան հա այդ իրավիճակների մասին խոսել իմ ասելիքը ավելի խորն է մենք սահմանադրությամբ միայն նախատեսված երկու դեպք թե որ պարագայում օրինակ մեր քաղաքացիները զրկված են լինում ընտրական իրավունքից դեպքերից մեկը երբ որ անգործունակա ճանաչված դատական վճռով եւ մյուս դեպքը երբ որ ծանր կամ խոշոր կամ տերմինոլոգիա երկու դեպք կա որ էլի դատավճռով երբ որ արդեն ազատազրկման մեջ է գտնում եւ կալանք է կրում հիմա ես իմ հորդորը նաեւ դա է որ մեր ազգաբնակչությունը մենք ինքներս արհեստականորեն մենք մեզ չդատապարտենք մենք դատապարտված չենք Մենք ասելով հավաքական հայ ազգի մասին է խոսքը
Եվ այն մարդիկ, ովքեր հավատացել են տվյալ իշխանությանը եւ բերել են իշխանության, դա մեղք չի։ Բոլորը մեր հասարակության անդամներն են, մեր քույրերն են, մեր եղբայրներն են, մեր հարազատներն են։ Բայց մեղքի զգացում ունենալով մենք մեզ չդատապարտենք եւ զերծ չմնանք այդ ժողովրդավարական գործիքից, որը 5 տարին մեկ գոնե թե մենք մեր ձայնի ուժով պետք է մասնակցենք երկրի կառավարմանը։ Իսկ եթե ինչ-որ մեկին թվում է, թե մենակ իրենով ոչ մի բան այս երկրում չի փոխվի, այդպես չի։ Դուք ասացիք, որ դեմ եք, որ բաժանում են տարբեր այսպես հատվածների մարդկանց, բայց ամեն դեպքում քաղաքական գործընթացները ենթադրում են, որ դուք ինչ-որ պահի, եթե օրինակ ձեր ձայնից կախված լինի իշխանություն կամ պետք է վերընտրվի կամ ընդդիմությունից մեկը, ինչպես եք վարվելու, ում կօգնեք իշխանություն դառնալու համար։ Մենք ընդդիմադիր ուժ ենք, այստեղ քննարկման հարց անգամ չկա։ Բացառվում է իշխանության։ Իհարկե բացառվում է։ Դրա մասին խոսելը անգամ ոչ միայն օրակարգային չէ, ինձ թվում է նաև պատվաբեր չի մեր առումով, որովհետև մենք անցած ճանապարհ ունենք, յուրաքանչյուրիս հետևը կա կանգնած տարիներ, կա կենսագրություն, հետագից եւ յուրաքանչյուրիս մեր բնակավայրերում լավ ճանաչում են։ Ասացիք, որ իշխանությունը ապարելով, երկելով քարոզարշավ է անում, բայց ինքը Նիկոլ Փաշինյանն օրինակ հայտարարում է, որ ես ժողովրդին մեր շատ լավ եմ ճանաչում, գիտեմ նա ինչ է ուզում, ձեր շփումները ինչ են ասում, մարդիկ իսկապես ուզում են այդ տիպի քարոզարշավ իրականացնել։ Կներեք, ես չնշեցի իշխանությունը երկելով բարելով, նշեցի, որ քարոզարշավում երկել բարելով, այո, փոքրիկ դիտարկում, բայց այնուամենայնիվ եթե տվյալ անձնավորությունը, ով զբաղեցնում է երկրի ղեկավարի պաշտոնը, կարծում եմ, որ շատ լավ է պատկերացնում երկրի վիճակը եւ թե մեր ազգաբնակչությունը ինչ է ուզում, դա եւս մեկ անգամ վնասում է իրեն եւ իր հեղինակությանը։ Այդ ինչպես է ստացվում, որ դու լավ գիտես ազգաբնակչությունը ինչ է ուզում, բայց դու անում ես հակառակը։ Այդպես չի լինում։ Եվ թե ինչ մթնոլորտ է տիրում եւ ինչ մթնոլորտում է անցնում, հա, այդ ամեն ինչը մարդկանց մոտ, հա, ազգաբնակչության մոտ մի մասի մոտ կա նաեւ որոշակի առումով վախի մթնոլորտ, որը շատ ցավալի է, որովհետև մարդիկ մի մասը վախենում իշխանությունից։ Մի մասը պետական աշխատողներ են, բնականաբար աշխատանքը կորցնելու վտանգ գոյություն ունի։ Ես ինքս հանդիսանալով Վանաձոր համայնքի ավականու անդամ 2021 թվականին թիմ ընտրություններին մասնակցել ենք որպես ընդդիմադիր ուժ, մենք հաղթել ենք քաղաքացիական պայմանագրին, անգամ այն ժամանակ դեռևս 21 թվականին մենք այդ ճնշումները տեսել ենք Մամիկոն Ասլանյան դաշինքով, այո։ Եվ հետընտրական զարգացումներին Հետընտրական զարգացումներին ինձ թվում է մեր ողջ հայ հանրությունն է հետևել եւ դրա մասին ավելացնելու կամ խոսելու ինձ թվում է կարիք չկա կամ եթե կարիք լինի մեծ սիրով, որովհետեւ մենք անմիջական կրողներն ենք եղել այդ process-ի։ Խնդրեմ, հետընտրական զարգացումներում մենք տեսանք, որ իշխանությունը ամեն ինչ արեց, որ ընտրած ղեկավարը չկարողանա ղեկավարել։ Հիմա օրինակ հունիսի 7-ից հետո ձեր կարծիքով, եթե այնպես ստացի, որ իշխանությունները նորից վերընտրվեն, հետընտրական զարգացումներ կարող են լինել, թե ոչ, հիմա շատ է քննարկվում այդ հարցը։ Ձեր դիտարկումը։ Այն ինչ տեղի ունեցավ, ոչ միայն Վանաձորում տեղի ունեցավ, եւ որը շատ ցավալի է։ Տեղական ինքնակառավարման մարմինների այդ գրավումը, որ տարբեր համայնքներում տեղի ունեցավ, դա բավականին լուրջ արդյունքներ է թողել ու թողնելու է եւ դրա շտկելու համար բավականին երկար տարիներ են պետք։ Ես ցավում եմ, գոնե թիմերի մասով թիմերը կայացած իրենց աշխատանքը կատարում էին եւ եթե մենք խոսում ենք իրական ժողովրդավարությունից, մենք ժողովրդի հետ իրավունք չունենք հաշվի չնստելու։ Եվ վերջերս Հայաստանում տեղի ունեցավ Եվրոպական քաղաքական համայնքի, հա, համաժողովը, որի ընթացքում դուք ինքներդ որպես լրագրող լսեցիք որևիցե մի դատապարտող հայտարարություն։ Թե մենք վաղուց չենք լսում, Հայաստանի իրավապաշտպաններին էլ չենք լսում, Եվրոպայից էլ չենք լսում։ Այդ ինչպես է կատարվում, որ կրկնակի ստանդարտներ են կիրառում տարբեր երկրներում։ Գալիս են մեր երկիրը ինչ որ պլացդարմ են սարքում, այստեղից ոչ միայն քաղաքական, այլ նաև հարաբերություններ սրող արտահայտություններ են անում մեր հարևան երկրների հետ կապված։ Ընդունելի չի։ Նրանց մեղքն է միայն, թե նաև մեր մեղքն է, որ մենք թույլ ենք տալիս մեր հարթակում նման բան տեղի ունենա։
մեր մեղքը ասածը ժողովրդի թե իշխանություն։ Նկատի ունեմ իշխանության երկիր որպես իշխանություն։ Բնականաբար նմանատիպ այցերը առանց համաձայնեցնելու ոչինչ տեղի չի ունենում։ Մենք բոլորս դա շատ լավ պատկերացնում ենք եւ հետեւաբար մեր հարևանների հետ մեր հարաբերությունները մենք պետք է կառուցենք բարիդրացիական կոնտեքստի մեջ։ Այն ինչ ունենք պահպանենք, ավելի ամրապնդենք եւ ոչ թե տանենք հակառակ ուղղությամբ։ Դա չեմ կարծում, որ մեր շահերից է բխում, դա լինի Չինաստանը, Իրանը, Ռուսաստանը, Ամերիկան, թե Եվրոպան։ Մենք ի տարբերություն այլ ուժերի նաև մենք հայտարարել ենք եւ հիմա էլ ես հայտարարում եմ, որ մեր տեխնացուն պարոն Արման Թաթոյանը Հայաստանի տեխնացուն է եւ մեզ համար առաջնային է Հայաստանի շահը։ Հայաստանի շահից այն կողմ մենք ոչ մի հարաբերություն, ոչ մի համագործակցություն, ոչ մի շանտաժ չենք ընդունում։ Եվ ձեր կարծիքով հունիսի 7-ին մենք ինչպիսի Հայաստան կունենանք, հունիսի 7-ից հետո ընտրությունների արդյունքում։ Մենք հունիսի 7-ից հետո կարծում եմ, որ ունենալու ենք ավելի անվտանգ Հայաստան։ Մենք մեր նախընտրական ծրագրերի մեջ էլ ունենք անվտանգությանը վերաբերող շատ կարևոր ծրագրային կետեր եւ դա է հիմքը լինելու անվտանգային, լուրջ եւ պաշտպանված համակարգ ունենալու համար։ Ես իմ կոչը մեր ազգաբնակչությանը եւ մեր հայրենակիցներին խնդրում եմ բոլորիդ միանշանակ մասնակցել հունիսի 7-ին կայանալիք ազգային ժողովի ընտրություններին, առաջնորդվել ձեր խղճի մտոք ձեր ձայնը տալ ձեր նախընտրած տեխնացուին, բայց բնականաբար այս պարագայում ցանկալի է որ ձեր ձայնը տաք մեզ միասնության թևերին, պարոն Արման Թաթոյանի գլխավորությամբ մեր քվեաթերթիկի համարը 6-ն է եւ մեզ համար տարբերակումներ չկան, անկախ նրանից մեզ են ընտրել, թե մեզ չեն ընտրել։ Հասարակությունը պետք չի պառակտել, մենք հունիսի 7-ից հետո դեռ շարունակելու ենք միմյանց հետ շփվել, առերեսվել, բայց ես լիահույս եմ եւ Աստծո կամոք հունիսի 8-ին ավելի պայծառ առավոտ է լինելու Հայաստանի Հանրապետությունում։ Այսքանը, շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ հրավերի համար։